Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հայիթի լեռների վրա արև ծագեց, Թիֆամ իր ծնողների հետ ապրում էր փոքրիկ, ցեխոտ խրճիթում, նրանք շատ աղքատ էին և միշտ վախենում էին չար ոգիներից։ Նրանք ոչինչ չգիտեին ճշմարիտ Աստծո մասին, ով սիրում էր նրանց և ասել է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»։ Թիֆամի հայրը կախարդ բժիշկը, Օրեստիլը, վաղ առավոտյան էր արթնանում, իսկ նրա մայրը տնային գործեր էր անում և աշխատում դաշտում։ Թիֆամը հաճախ ստիպված էր օգնել նրանց։ Թիֆամ, մենք գնում ենք կարտոֆիլ հավաքելու, որ վաղը տանենք շուկա։ Գնա և կտրիր բանանի տերևներ, որ դնեմ զամբյուղի մեջ։ Եթե անեմ, ինձ համար կգնես նոր զգեստ, որը խոստացել ես։ Կտեսնենք։ Թիֆամը վերցրեց սուր դանակը և գնաց բանանի դաշտ։ Նա դաշտի ճանապարհին հանդիպեց իր ընկերոջը։ Թիֆամ։ Մարի, ես վաղնից նոր զգեստ եմ գնելու, այն մեկը, որը բառեր ունի վրան։ Բառեր? Դու նույնիսկ կարդալ չգիտես։ Ես նախ կարդալ կսովորեմ, հետո ինչ-որ բան կգնեմ։ Իմ հայրիկից նոր թալիսման ես գնելու, որ պաշտպանված լինես։ Ոչ, այլևս ես թալիսմաններ չեմ կրում։ Մենք քրիստոնյա ենք դարձել և ես Աստվածաշունչ եմ գնելու։ Մարի, դու խենթ ես, չար ոգիներին դա ընդհանրապես դուր չի գա, դու կհիվանդանաս։ Թիֆամ, ես այլևս չեմ վախենում։ Հիսուսն ավելի հզոր է, քան չար ոգիները։ Նա ասել է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»։ Սա մեզ Վիկտորն է ասել Աստվածաշնչից։ Դրանք սուտեր են, ամբողջովին սուտ է։ Թիֆամը բռնեց իր թալիսմանը և վազեց։ Մայրիկ, Մարին այլևս թալիսման չի կրում, քանի որ նրանք քրիստոնյա են դարձել։ Քրիստոնյաները մարդիկ են, ովքեր պատկանում են Հիսուսին, և այդ պատճառով այլևս չեն ուզում որևէ կապ ունենալ կախարդության, կենդանակերպերի, աստղագուշակների կամ սնահավատության հետ։ Աստված այս բաներն արգելում է իր խոսքում։ Արդյոք կախված ես այսպիսի բաներից, թե հավատում ես Հիսուսին։ Նա կարող է լինել քո պաշտպանը և օգնականը։ Նա քեզ նույնպես ասում է. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ»։ Թիֆամը չգիտեր, որ մենք կարող ենք աղոթել Աստծուն։ Նա միշտ վախի մեջ էր ապրել։ Երբ Օրեստիլը, կախարդ բժիշկը, լսեց, որ Մարին և իր ծնողները քրիստոնյա են դարձել, դեմքը խոժոռեց և… Իսկ թե ինչ պատահեց միսիոներական այս իրական պատմության մեջ, կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hayphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ. hayphokrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։